Դե ինչ սիրելի բարեկամներ, անկեղծ ասած абսուրդը արդեն ամեն բոլոր հնարավոր սահմանները անցել է։ Նարեկ Կարապետյանը այսօր առավոտյան գրում է, որ բախտի բերմամբ արժե նախագահ դարձած ոմն մեկը օրենք է բերել, որով նստացրել է մարդկանց կազինոների վրա, մոտավորապես ցիտում եմ, չնայած մտածում եմ, որ ճիշտ եմ ցիտում։ Որից հետո ես իրան առաջարկում եմ կամ հստակեցնել ում նկատի ունես, կամ ջնջես, կամ ինչ-որ ձևով արձագանքես, եղբայր ում նկատի ունես։ Որից հետո ինքը տեղադրում է մի օրենքից կտոր եւ մեղադրում է ինձ իբր դրա մեջ, հստակեցնում է, որ Ալեն, այո, դրա տակ Ալեն է գրած եւ ես հպարտ եմ, եւ ասում է հետեւյալը, հա, ասում է այս նախագիծը ընդունելուց հետո on-line կազինոներում խաղադրույքներ կատարող թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում, ով է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող ընտանիքների քանդող ամենաանեծքի արժանացող այս նախագծի հեղինակը տակ անունը գրած է Ալեն Սիմոնյան։ Հիմա կարդում ենք ինչ է գրած։ Ես չեմ հասկանում, ասենք այս աստիճանի։ Ուրեմն այսպիսով նախագծով առաջարկվում է սահմանել, որ փոքրակներեք մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղասրահ արգելվում է։ Սահմանվում է այդ մարմնի կիրառման կարգը, ինչպես նաև նախատեսվում է վարչական պատասխանատվություն վերագրյալ պահանջը տոտալիզատորի կազմակերպիչի կողմից չպահելու դեպքում, այսինքն ինչ է ասում, այն մարդիկ, ովքեր որ խաղամոլությամբ են տառապում եւ նման խնդիր ունեն, իրանց մուտքը արգելել կազինո։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինչ կապ ունի իմ օրենքը այս գրածի հետ, պարոն Կարապետյան։ Ես իմիջիալից ես ձեր համար Ալեն չեմ, ես ձեր համար Հայաստանի Հանրապետության ընտրված ազգային ժողովի նախագահն եմ եւ դուք կարող եք ինձ հետ խոսելիս միայն պարոն Սիմոնյանով դիմել կամ պարոն արժան նախագահ կամ պարոն նախագահ, ոնց ձեզ հարմար է, որովհետեւ ես ինձ թույլ չեմ տալիս ձեր հետ դեռ թույլ չեմ տալիս տենց խոսել։ Եվ փաստացի ստացվում է, որ այդքան փողի մեջ այնուամենայնիվ այդքան իրավաբան ունենալով այնուամենայնիվ դուք չեք տիրապետում եւ չեք խորհրդակցում եւ ընդհանրապես ես չգիտեմ դուք որ կարդում եք հասկանում եք ինչի մասին է խոսքը ինչևէ նախ եւ առաջ դուք ձեր նախորդ գրառման համար ես հայց եմ ներկայացնելու կազինոյի վրա մարդկանց նստացնելու համար փաստացի դուք հաստատեցիք որ դուք ինձ նկատի ունեիք եւ դուք դրա համար պատասխանատվություն պետք է կրեք եւ երկրորդը ամենահետաքրքիրը արդյոք դուք այս հրապարակելով պատրաստվում եք ուժեղ Հայաստան երբ որ խմբակցություն կունենաք ազգային ժողովում վերացնեք այս օրենքը այսինքն այն մարդկանց ովքեր որ տառապում են խաղամոլությամբ նորից թույլ տաք իրանք կարողանան գնան կազինո եւ խաղան անկեղծ ասած իրոք շատ զարմացած եմ որովհետեւ այդքան փողի մեջ այդքան շրջապատված լինելով իրավաբաններով կարելի էր ուղղակի խորհրդակցել դե ինչ կսպասենք կհանդիպենք դատարանում որից հետո դուք հրապարակային ներողություն խնդրեք ձեր պարտության համար բայց այնուամենայնիվ հետաքրքիր է արդյոք պատրաստվում եք վերացնել այս օրենքը եւ թույլ տալ մարդկանց ովքեր որ խաղամոլությամբ են տառապում հնարավորություն տալ նրանց մտնել կազինո հա մեկ էլ այդ տակը ես նկատեցի որ ձեր այս խելացի գրառման տակ շատ մարդիկ ուրախացած եւ ողջավորված են հարգելիներս ես հասկանում եմ նախընտրական շրջանը դասավորվելու տեղավորվելու խնդիր կա ինչ որ դուր գալու խնդիր կա եւ այլ բայց գոնե հայա տառը ճանաչեք գոնե դուք կարդացեք ինչա գրում ինչի մասին է խոսում ինչեւէ շատ խոսացինք լավ մնացեք վաղը քարոզ արշավ է սկսում վստահ եմ շատ հետաքրքիր է լինելու եւ կհանդիպենք արդեն քարոզ արշավի ընթացքում